Ժողովուրդ ջան, ես ստիպված եմ կրկին անդրադառնալ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների որդեգրած պայքարի մարտավարությանը եւ դաշտ նետած թեզերին։ Ի գիտություն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների փողոցային պայքարը ինքնին չի կարող ներկայացվել որպես անօրինական կամ ապակայունացնող երևույթ։ Եթե չգիտեք, լավ չի, ուրեմն պետք է տեղեկացնենք մենք ձեզ, որ ժողովրդավարական երկրներում եւ հասարակություններում դա հանրային կամքի արտահայտման լեգիտիմ օրինական ձևերից մեկն է։ Հիշում եք, չէ՞ երևի, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հեղափոխություն, ինչը դրա վառ ապացույցն է։ Այսինքն լայնածավալ ճնշումների ներքո հանրային տեղի ունեցավ իշխանափոխություն, ընդ որում 0 զոհերով։ Ուստի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ձեր մոտեցումը, ըստ որի փողոցային պայքարը դիտարկում եք բացառապես անօրինական գործողությունների համատեքստում, մեղմ ասած անընդունելի է։ Նման մոտեցումը նաև սահմանափակում է քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ նեղացնում է ժողովրդավարական գործընթացների շրջանակը։ Միևնույն ժամանակ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նման իրավիճակներում հանրային անվտանգության ոչ պատասխանատվությունը կրում է բացառապես գործող իշխանությունը։ Հետևաբար առաջարկում եմ առաջնորդվեք ոչ թե վախի եւ սահմանափակումների տրամաբանության մեջ, այլ հանրային կամքի իրացման, իրավունքի գերկայունության եւ քաղաքական պատասխանատվության սկզբունքով։ Դուք այսօր պատրաստ եք լեգիտիմացնել գործող իշխանությանը նույնիսկ այն պարագայում, երբ հանրային դժգոհությունը այլ բան է ձեզանից պահանջում։ Այսօր հանրային դիսկուրսում առաջ եք մղում վախի նարատիվը, շեշտադրելով հնարավոր բախումները, զոհերը եւ համակարգային կոլապսը։ Այս մոտեցումը ոչ թե ուժեղացնում է հասարակությանը, այլ հակառակը պահում է անվստահության եւ անգործության մթնոլորտում։ Ոնց կլինի իշխանությունը ամբողջ քարոզարշավին վախի մթնոլորտում է պահում հանրությանը, ժողովրդին ասելով, եթե մեզ ձայն չտաք, կլինի պատերազմ։ Ընդդիմությունը պարլամենտ անցնելուց հետո, որպեսզի արդարացնի իր մանդատ վերցնելը, էլի վախի մթնոլորտում է պահում, թե բա եթե փողոցային պայքար, ուրեմն կլինեն զոհեր։ Այստեղ առաջանում է տրամաբանական մի հարց. արդյոք սա գիտակցված քաղաքական վարքագիծ է ուղղված հանրային ակտիվության սահմանափակմանը, թե քաղաքական հաշվարկի եւ փորձի պակասի հետևանք։ Հետևաբար անհրաժեշտ է հստակ ընտրություն կատարել, գնալ ԱԺ եւ լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանին, թե աջակցել հանրային կամքի լիարժեք եւ լեգիտիմ իրականացմանը։ Սա է խնդիրը։ Լուծեք ձեր առջև դրված խնդիրը եւ լուծեք հիշելով, որ դուք բարոյականության եւ համոզմունքի պատասխանատվություն պետք է կրեք ձեր ընտրողի նկատմամբ։ Այսքանը։